դեպի տուն, դեպի հայրենիք նշանաբանով յուրաքանչյուր տարի Հայաստան են գալիս մեծաթիվ երիտասարդներ տարբեր նախաձեռնություններով եւ ծրագրերով։ Նրանց մեջ մեծ թիվ են կազմում հատկապես Ամերիկայից ժամանած մեր հայրենակիցները։ Նրանց մի մասը Հայաստան են գալիս մեր եկեղեցու Ամերիկայի արևմտյան եւ արևելյան թեմերի հոգեվորականների առաջնորդությամբ։ Ինչ ծրագրերով են Հայաստան գալիս, իհարկե մասնակցում են ուխտագնացությունների, ճանաչողական այցելություններ են կատարում, բայց նաև հանրօգուտ աշխատանքներ են կատարում։ Այս ծրագրերի եւ ընդհանրապես Ամերիկայի հայոց թեմերում իրականացվող երիտասարդական նախաձեռնությունների մասին այսօր թեմայի տաղավարում զրուցելու ենք ԱՄՆ արևմտյան թեմի երիտասարդաց վարիչ Տեր Ավետիս Քահանա Աբովյանի հետ։ Հայաստանում եւ Սփյուռքում հայ առաքելական եկեղեցու գործունեության առաջնահերթություններից են երիտասարդության հետ առնչվող աշխատանքները։ Ամենուր հայաստանյան եւ աշխարհասփյուռ թեմերում առանձին եկեղեցիներին կից կան գործում են երիտասարդաց կազմակերպություններ, միություններ, տարբեր կառույցներ, որոնք համախմբում են երիտասարդությանը, տարբեր կրթական, մշակութային ծրագրեր իրականացնում, օգնում հաղթահարել կենսական դժվարությունները, ծանոթանալ հոգեվոր եւ ազգային արժեքներին։ Կարևոր այս խնդիրներից Սփյուռքի հայ համայնքներում ավելանում է նաև ազգային ինքնության պահպանության հարցը։ Եթե հայրենիքում երիտասարդներն ունեն հոգևոր կրթության, դաստիարակության խնդիրներ, ապա Սփյուռքի նույնիսկ ամենահայաշատ եւ ավանդական համայնքներում հայ երիտասարդը կանգնած է ձուլման վտանգի առջև։ Բացի թեմերում իրականացվող բազմաբնույթ ծրագրերը կարևոր են նաև հայ երիտասարդի հայրենիք այցելությունը, շփումը հայրենակիցների հետ, փոխադարձ կապերի զարգացումը։ Հայաստան այցելությունները ոգեշնչում են երիտասարդներին, հնարավորություն տալիս տեսնել եւ ճանաչել իրական հայրենիքը, անմիջականորեն հաղորդակցվել ազգային եւ հոգեվոր արժեքների եւ տարբեր ծրագրերին մասնակցությամբ խորհրացնել մասնագիտական հմտությունները։ Օրհնեցեք Տեր հայր։ Աստված օրհնի։ Բարի գալուստ։ Շնորհակալություն։ Քանի տարի է իրականացվում արդեն ծրագիրը եւ որքան մարդ է այս ընթացքում եկել Հայաստան։ Մեր թեմի երիտասարդական ծրագրերը բավականին երկար պատմություն ունեն, մոտ 60 տարի, սակայն այն ծրագիրը, որով այստեղ են գտնվում, որ երիտասարդական, ուրեմն ՀՄ-ի ծրագրերից մեկն է եւ կոչվում է Քրիստոնյա երիտասարդական առաքելություն դեպի Հայաստան, արդեն 9-րդ տարին է, որ երիտասարդներին բերում ենք որպես ուխտավորներ հայրենիք, որպեսզի կարողանան ծառոթանան իրենց արմատներին եւ հույսը ունենք եւ նաեւ ապացույցը, փաստը, որ այդ մեկ ամսվա ընթացքին կարողանում են իրենք էլ իրենց հիմնել այն արմատների վրա, որոնցով այդքան հպարտանում ենք։ Իսկ երիտասարդների մեջ ովքեր կան, այսինքն մարդիկ են, ովքեր նոր են գնացել, թե հենց այնտեղ սփյուռքահայեր են իսկապես բնիկ այնտեղ ապրող, այնտեղ ծնված, թե տարբեր են, որովհետև վերջին շրջանում եւ ընդհանրապես երիտանկարության շրջանում շատ-շատերը կրկին բնակություն հաստատեցին, հատկապես արևմտյան ափին, Լոս Անջելես, Կալիֆոռնիա եւ այլն, եւ արդյոք նոր գնացած երիտասարդներն էլ ցանկություն են հայտնում վերադառնալ, թե հենց այնտեղ բնիկ մեր երիտասարդները, մեր թեմի երիտասարդները շատ բազմազան է մեր թեմը, որովհետև բոլոր ուրեմն պատմությամբ հայրից ունենք եւ Միջին Արևելքից եւ Պարսկաստանից եւ Հայաստանից եւ 3-4 սերունդ հանդիսացող ամերիկահայեր, որոնք ցավոք սրտի ցեղասպանության ժամանակ ուրեմն գաղթեցին եւ հաստատվեցին նահանգներում։ Եվ մեր ծրագրերի մեջ բոլորին ենք ներառում եւ փորձում ենք մեր ծրագրերը նաեւ հետաքրքիր եւ նաեւ այսպես ասած կարեւոր իմաստ ունեցող դարձնել բոլոր մեր երիտասարդների համար։ Այնպես որ մեր խմբերի մեջ եւ կան 4-րդ սերունդ հանդիսացող ամերիկահայեր եւ կան նաեւ նոր գնացած հայրենիքից նոր գաղթած մոտ 10-15 տարվա, որ եկել են Միացյալ Նահանգներ որպես երեխաներ եւ այսօր երիտասարդ են, համալսարանների եւ քոլեջների ուսանողներ եւ ուզում են որ վերադառնան հայրենիք եւ վերահաստատվեն իրենց մշակույթի ու պատմության վրա։ Բացի ուխտի նորոգումը, այցելությունը մայրաթոր, սրբավայրեր, նրանք կոնկրետ ծրագրերով են այստեղ գալիս, այսինքն որոշակի հանրօգուտ աշխատանք են կատարում, մասնակցում են այդ ծրագրերին։ Ինչ ծրագրեր են դրանք, արդյոք նախապես դուք մինչ այստեղ գալը գիտեք արդեն թե երիտասարդները որտեղ են աշխատելու եւ ինչպես է ընդհանրապես ստացվում այդ։ Ուրեմն ուրախ եմ ասելու, որ մեր ծրագիրը Քրիստոնյա երիտասարդական առաքելություն դեպի հայրենիք ամբողջական դարձավ վերջապես տարիներ հետո եւ հիմնական 3 մասերից է, որ բաղկացած է։ Առաջինը internship, այսինքն իրենց փորձառությունն են ձեռք բերում տարբեր հաստատություններում իրենց մասնագիտությամբ։
Այսինքն եւ որ իրենք դիմումնագրերը արդեն ներկայացնում են մեզ մասնակցելու համար ամռան այս ուխտագնացությանը, նաեւ նշում են թե ինչ տեսակի փորձառություն, պրակտիկա կուզեն, որ ձեռք բերեն հայրենիքում եւ մենք իրենց համար գտնում ենք եւ տեղավորում եւ մեծ ուրախությամբ մասնակցում են, որովհետեւ շատ անգամներ այստեղ մասնակցում են այնպիսի ծրագրերի, որ չեն կարող Միացյալ Նահանգներում։ Օրինակի համար նրանք, ովքեր որ բժշկական համալսարաններում են սովորում, այստեղ նույնիսկ մասնակցում են վիրահատությունների, որը որ անհնար է այդ ընթացքին, այսինքն առաջին, երկրորդ տարվա ընթացքին մասնակցեն Միացյալ Նահանգներում։ Այսօր այս ծրագրի շրջանակներում այս տարվա մեր ուսանողները 4 հոգի Նոր Խարբերդի մանկատանն են աշխատում։ Նրանցից 3-ը բժշկական ուսանողներ են, մեկը որ հեռուստատեսությամբ է հետաքրքրված են շողակաթ հեռուստաընկերության մեջ է իր փորձառությունը ձեռք բերում, երկուսը ղողանջ կոչվող մանկական կենտրոնում եւ մեկն էլ որ մարքեթինգի մեջ է իր մասնագիտությունը Սփյուռքի նախարարությունում։ Այնպես որ բոլոր այսպես շրջանակներից ունենք ուսանողներ եւ փորձում ենք բոլորի համար էլ գտնել այդ տեղավորել որպես փորձառության հնարավորություններ։ Բացի դրանից նաև մեր ուխտագնացությունները, որ շաբաթավերջերին ենք կազմակերպում, տարբեր վանքեր, տարբեր հոգևոր կենտրոններ եւ սրանք զուտ տուրիստական զբոսաշրջիկի նման այցեր չեն, ամեն մի ուխտագնացություն ունի իր թեման եւ մոտարապես 10-11 թեմաներ, որոնց միջով անցնելուց քննարկումներ կատարելուց որպես արդյունք տեսնում ենք, որ մեր երիտասարդը այդ մեկ ամսվա ընթացքին հրաշալի մի ճանապարհ անցավ եւ աննկարագրելի փոփոխություններ ունեցավ իր կյանքից ներս։ Եվ երրորդ մասը ծառայողական ծրագիրն է, որ հիմնականում շինարարական ծրագիր ենք անում, մեկ շաբաթ ապրում ենք ընտանիքների հետ եւ ծառայողական ծրագիրը պիտի լինի ավելի շրջաններում, որտեղ ավելի կարիքը կա նման ծրագրերի եւ մեր միակ պահանջը այդ համայնքից, որտեղ որ պիտի գնանք, այն է, որ ունենան երիտասարդաց խումբ, որ եւ նպատակը այն է, որ մենք չգանք, մեկ շաբաթ մնանք, ինչ որ բան անենք, գնանք եւ այդքան է լինի։ Ուրախությամբ պիտի ասեմ, որ անցյալ տարվա օրինակը հրաշալի էր, նախ անցյալ տարվա օրինակն էլ Գյումրիով սկսեցինք, անցյալ տարի Բերդում էինք եւ ոչ միայն մենք որպես սփյուռքահայ ուխտավորներ վերցրեցինք կարելին, այլ նաեւ տվեցինք։ Եվ ուրախ եմ ասելու, որ օրինակ Բերդի եւ Գյումրիի երիտասարդական խմբերը մեր գալուց հետո ավելի աճեցին եւ այնինչ որ մենք սկսեցինք իրենց հետ միասին, նաեւ իրենք վերցնելով կարողացան ավելի զարգացնել։ Այդ է նպատակը, որ մեր պահանջն է, որ ուր որ պիտի գնանք, պիտի լինի երիտասարդաց խումբ, որոնց հետ պիտի աշխատենք։ Այս տարի Մարտունու շրջանի Ծովինար գյուղում պիտի լինենք եւ պիտի վերակառուցման աշխատանքներին մասնակցենք մի փոքրիկ շինության, որ տրամադրվել է եկեղեցուն, նախկինում մանկապարտեզի մի մասնաշենքն է եղել եւ պիտի որպես երիտասարդական կենտրոն Կիրակնորիայի դասարաններ հանդես գա։ Սրանք են հիմնականում։ Այս տարվանից սկսած նաեւ մենք 2 օր տրամադրում ենք Fuller կոչվող բնակարանաշինական կազմակերպությանը, որի հետ որ այսպես գործակցություն ենք սկսել, այսինքն մեր թեմի շրջանակներում ամբողջ տարածքի մեջ ամեն անգամ եւ որ խոսում ենք մեր ծրագրերից, խոսում ենք նաեւ Fuller-ի մասին, որովհետեւ շատ կարեւորում ենք նաեւ այդ բնակարանաշինության ծրագիրը եւ նաեւ 2 օր էլ պիտի իրենց հետ աշխատենք եւ դա ենթադրում է, որ երիտասարդները այնտեղ կգնան, կմասնակցեն շինարարական աշխատանքին, մասնակցեն իրենց ֆինանսական մասնակցությունն էլ կբերեն եւ որ վերադառնան արևմտյան թեմ, այնտեղ նաեւ կխոսեն կազմակերպության մասին, որովհետեւ շատ մեծ կարիք կա եւ մեր եկեղեցիները, անհատներ, ընտանիքներ նաեւ վստահ են, որ կամաց ավելի մեծ մասնակցություն պիտի բերեն այս ծրագրին էլ։ Իսկ յուրաքանչյուր տարի երիտասարդները նորանում են, այսինքն կազմը փոխվում է, թե մարդիկ կան, ովքեր մի քանի տարի շարունակ գալիս են։ Մի քանի երիտասարդ ունեցել են, որ 2 տարի են եկել, բայց հիմնականում փոխվում են, փորձում ենք հնարավորությունը տանք բոլորին, որովհետեւ մեր խմբերը մեծ չեն,
փորձում ենք 12 հոգուց չանցնի, որովհետև միայն փոքր խմբերում է, որ կկարողանանք այդ հարուստ փորձառությունը տալ։ Հիմնականում ես կամ ուրիշ հոգևորական կամ սարկավակներ, որպես ինձ օգնականներ, մասնակցում ենք այս ծրագրին եւ փորձում ենք, որ ներկա լինենք ամեն իրենց հարցի համար, ամեն մի կարիքի համար։ Եվ հյուրանոցում չենք ապրում, վարձում ենք տուն եւ բոլորս մի ընտանիքի նման ապրում ենք այդ տանը։ Միայն այս ձևով կկարողանանք մենք այդ փոփոխությունը, որը որ մեր նպատակն է, մեր երիտասարդներին, սփյուռքահայ երիտասարդների մեջ բերել այդ սերը դեպի իրենց հայրենիքը, դեպի իրենց եկեղեցին, իրենց ժողովուրդը, իրենց հավատքը, իրենց պատմությունն ու մշակույթը, միայն այս ձևով է, որ կկարողանանք, որովհետեւ տարբեր հասարակությունների մեջ ենք ապրում։ Այստեղ դեռ համայնական էսենս, համայնք կարող ենք անվանել մեր հասարակությունը, սակայն Միացյալ Նահանգներում ավելի եսակենտրոն հասարակություն է եւ որ մի հասարակությունից երիտասարդներին բերում եք ճիշտ հակառակ հասարակություն, այսպես մշակութային շոկ են ապրում եւ բազմազան հարցեր են ունենում։ Իմ առաջին պահանջը իրենցից այն է, եւ որ մի բան տեսակ, չհասկացաք, եզրակացություններ մի արեք, հարցրեք, որպեսզի ճիշտը հասկանաք։ Իսկ բացի այդ դժվարությունների իհարկե տարբեր մշակութային տարբերությունների հետ կապված լեզվի խնդիր երևի կա, որովհետև հատկապես մի քանի սերունդ այնտեղ ապրածները եւ նրանց սերունդները փաստորեն հայերեն էլ երևի թե լավ չգիտեն, չեն տիրապետում։ Այստեղ լեզվի ինչ որ դասընթացներ կան, գուցե իրենք շփվում են, վերստին սովորում են, հիշում են, եթե մոռացել են։ Ես ուրախ եմ ասելու, որ հաղորդումին գալուց առաջ տանը աշխատում էի մեր երիտասարդներից մեկի հետ եւ ասաց, որ Տեր այր, եւ որ վերադառնամ, պիտի քրոջս հետ միասին նստեմ ու սկսեմ հայերենը սովորել, որովհետեւ տեսա հայերենի քաղցրությունը, հարստությունը եւ ինչքան կարիքը կա, որ հայը հայերեն խոսի։ Մեր հաջորդ ուխտագնացությունը օշական է։ Եվ հենց մեր թեման էլ լեզուն ու մշակույթը պիտի լինի այդ ուխտագնացության եւ նաեւ մեր նպատակն է, ծրագրի նպատակն է, որ այդ սերը կարողանանք արթնացնել։ Մեկ ամսվա մեջ լեզու չենք սովորեցնելու, սակայն կարող ենք այդ սերը դնել, որպեսզի կարողանան վերադառնալ եւ իրենց պրպտումներով, իրենց միջոցներով կարողանան լեզուն էլ սովորել, որովհետեւ շատ կարեւոր է։ Եթե լեզուն չգիտես, շատ դժվար է հասկանալ եւ մշակույթը եւ մտածողությունը։ Դժվարություն մի քիչ ունեն, որովհետև իսկապես հայերենի դժվարություն կա, սակայն փառք Աստծո, որ մեր երիտասարդները Հայաստանում այսօր մեծամասամբ կարողանում են նաև անգլերեն խոսել, որի համար շատ ուրախ եմ, եւ կարողանում են ձեռքով, ոտով, մի քիչ անգլերեն, մի քիչ հայերեն շփվել եւ այդ շփումներն էլ շատ անկեղծ եւ շատ ուրախ են այդ շփումների մեջ լինելով, որի համար շատ այստեղ իրենք կապեր են հաստատում երիտասարդների հետ, ովքեր հիմնականում այդպես էլի երիտասարդաց միություններից են եկեղեցիների։ Հիմնականում Այս նրանք էլ մասնակցում են ձեր ուխտագնացություններին։ Ուրեմն օրինակի համար երիտասարդաց միություններից Ջրվեժի երիտասարդաց միության հետ հանդիպում ունեցանք, պատարագին այնտեղ գնացինք, պատարագից հետո մոտավորապես 3-4 ժամ իրենց հետ անցկացրեցինք եւ հաջորդն էլ մենք ենք, որ հրավիրելու ենք իրենց այս երեկոյան, իրենց հետ պիտի ժամանակ անցկացնենք եւ այս կապերը շատ կարեւոր են։ Մյուս տարիների, նախորդ տարիների օրինակով մինչև այսօր էլ նախորդ տարիների մեր մասնակիցները այդ կապերը ունեն, մեր երիտասարդ անպայման եւ ես զարմացա եւ որ նախանցյալ տարվա մասնակիցներից մեկին հանդիպեցի Երևանում, որ չգիտեի, որ այստեղ էր եւ իմացա, որ երիտասարդաց այդ կազմակերպության անդամուհիներից մեկի տանն է ապրում։ Այսինքն այդ կապերը ստեղծվում են եւ այդ կապերը շատ կարեւոր են այսօր Սփյուռքում առանց հայրենիքի հետ կապ ունենալու անհնար է ապագա պատկերացնել Սփյուռքի, որովհետև ձուլման վտանգը կա, որովհետև երկու մշակույթների խառնվելու վտանգը կա, այնպես որ այդ կապը միշտ կենթանի եւ ամուր պիտի պահենք։ Բացի այն, որ Հայաստանը իրենց պատմական հայրենիքն է, գալիս են այստեղ իրենց ծնողների հայրենիքն է, լավ է ամեն ինչ, նրանց ընդունում են, ճանապարհում են, հյուրասիրում են։ Արդյոք այս երիտասարդները հեռանկար տեսնում են այստեղ վերադառնալու, ապրելու, հենց թեկուզ իրենց մասնագիտությամբ աշխատելու, ասացիք, որ նրանց այստեղ նույնիսկ թույլ են տալիս, որ ասենք վիրահատությունների մասնակցեն կամ ինչ որ այլ ոլորտներում, հիմա շողակաթում աշխատող երիտասարդին ասենք մենք թույլ ենք տալիս նկարանումների մասնակցել։ Իրենք տեսնում են, որ այստեղ կարող են գալ, ապրել, աշխատել իրենց մասնագիտությամբ եւ այդպիսի խոսակցություններ լինում են,
Եղել են։ Այո, եղել են եւ հույս ունեմ, որ սրանք գնալով ավելի պիտի լրջանան, որովհետեւ երիտասարդ են, ուսանող են դեռևս, բայց երբ որ մեր երիտասարդը առաջին այցելության ժամանակ նման մտքեր է ունենում, ես հոգեպես մխիթարված եմ լինում, որովհետև հենց դա է մեր նպատակը, որպեսզի կարողանան իրենց կապը հաստատ պահեն իրենց արմատների հետ, արմատներ ասելով եւ մշակույթը, եւ հայրենիքը, եւ ժողովուրդը, եւ եկեղեցին ու հավատքի հարստությունը։ Այնպես որ ես հույս ունեմ, որ նաև պիտի լավ օրինակներ ունենանք եւ որ պիտի վերադառնան արդեն որպես արհեստավարժ ուրեմն մասնագետներ եւ իրենց ներդրումը բերեն նաեւ հայրենիքում։ Ես միշտ հաղորդման շրջանակներում, երբ հյուրընկալում ենք Սփյուռքից ժամանած հոգեորականների, թեկուզ գիտնականների եւ այլն մարդկանց, ես միշտ հարցնում եմ, արդյոք Սփյուռքում հատկապես երիտասարդները ճիշտ պատկերացում ունեն Հայաստանի մասին։ Ասացիք, որ գալիս են այստեղ եւ շոկ են ապրում առաջինը, այո, մշակութային տարբերությունը, բայց ուրիշ շատ հարցեր կան։ Արդյոք իրենք գալիս են, հիասթափվում են, թե ուրախանում են, որ նախկինում ուրիշ պատկերացում ունեին, փոխվում է արդյոք։ Երբ որ գալիս են մեկի հետ, որը որ հասկանում է հայրենիքը, նման դժվարություններ չի լինում, որովհետև բոլոր իրենց հարցերին ճիշտ պատասխան է տրվում։ Եվ որ մեր երիտասարդներից գալիս են հայրենիք առանձին, իմ առաջին խորհուրդը այն է, որ առանց սպասումների գնան։ Ոչ լավ եւ ոչ վատ։ Ուղղակի գնան հայրենիք առանց սպասումների եւ տեսնեն ու հասկանան հայրենիքը եւ մեր ժողովրդին այստեղ ապրող։ Ուղղակի անհնար է Ամերիկայում ապրող երիտասարդը ճիշտ պատկերացում ունենա հայրենիքի մասին առանց հայրենիք այցելելու։ Այնպես որ իմ խորհուրդը առանց սպասումների հայրենիք գալն է։ Ասացիք, որ շփվում են երիտասարդաց միությունների հետ, դուք էլ երևի հանդիպում եք հոգեորականների հետ այստեղ, փորձառության փոխանակում է լինում, արդյոք այստեղ հոգեորականների առաջ երիտասարդների հետ է շփումներում այլ մարտահրավերներ են եւ ձեր արժեվ այնտեղ ուրիշ մարտահրավերներ են, թե նմանություններ կան այդուհանդերձ։ Նմանություններ կան իհարկե, սակայն շատ տարբերություններ էլ կան, որովհետեւ ինչպես ասեցի, իրարից շատ տարբեր մշակույթներ են եւ այդ տարբեր մշակույթներում նաեւ մարտահրավերներն ու խնդիրներն են տարբեր։ Եկեղեցու դերը, նշանակությունը։ Ես օրինակի համար որպես երիտասարդաց վարիչ փորձում եմ իմ երիտասարդներին բոլորին հասնել, այսինքն իրենց ասում եմ, որ ես մեկ email հեռու եմ եւ մեկ հեռախոսազանգ եւ իմ նպատակը անցյալ 4-5 տարիների, որպես հոգեորական, որպես երիտասարդաց վարիչ աշխատում եմ, այն էր, որ իրենց ցուցակի առաջին տեղում լինեմ, ինչի նկատի ունեմ, եւ որ խնդիր ունեն, եւ որ դժվարություն ունեն, եւ որ ուրախություն ունեն, առաջինը ինձ հետ են կիսում։ Սա ոչ թե ես կարևոր եմ, ես պիտի լինեմ առաջինը, այլ որովհետև ես կկարողանամ իրենց խորհուրդ տալ, ճիշտ ճանապարհի ցույց տալ։ Շատ անգամ մեր երիտասարդները իրենց ծնողների հետ այնքան անկեղծ չեն, ինչքան հոգեվորականների։ Սա է իմ նպատակը եւ ուրախ եմ, որ կամաց հասնում եմ։ Եվ հոգեվորականը այստեղ եւ Սփյուռքի մեր թեմերում ինչքան որ իհարկե մեծ տոկոսային հարաբերությամբ նույնն է մեր բոլորի առաքելությունը, սակայն փոքրիկ տարբերություններ կան, որ հոգեորական այստեղ չունի նման խնդիրներ կան, որ մենք չունենք այնտեղ։ Սակայն մեծ հաշվով բոլորս էլ ծառայում ենք մեկ նպատակի, որպեսզի կարողանանք մեր ժողովրդին դեպի Քրիստոս տանել։ Իսկ ինչ ծրագրեր եք այնտեղ իրականացնում երիտասարդական բնույթի, երիտասարդների հետ առնչվող։ Ուրեմն, ինչպես ասեցի, բավական երկար պատմություն ունի մեր թեմի երիտասարդական ծրագրերը, դեռ Տիրան Ներսոյան եպիսկոպոսի կողմից հիմնադրված եւ հիմնականում սրանք կենտրոնացված են թեմում, սակայն ամեն եկեղեցի ունի իր մասնաճյուղը եւ ունի իր հատուկ ծրագրերը։ ACYO հայ եկեղեցու երիտասարդաց կազմակերպություն եւ բոլորս ունենք մասնաճյուղեր, ամեն եկեղեցի, ամեն ծուխ ունի մասնաճյուղ եւ փորձում ենք այս մասնաճյուղերին նաեւ իմի բերելով ընդհանուր ծրագրեր ունենալ։ Այս ծրագրերի շարքում կան հոգեվոր առանձնացումներ, որ շատ կարեւոր են, ուրեմն մասնաճյուղի մակարդակի վրա եւ նաեւ թեմական մակարդակի վրա ամեն անգամ իրենք երիտասարդներն են ընտրում թեման, փոխանցում են հոգեվորականին, որը որ պիտի անցկացնի այդ առանձնացումը,
հոգեվարականը պատրաստվելով գալիս ենք եւ փորձում ենք այդ 3 օրերը շաբաթավերջը անցկացնել հոգեվոր մթնոլորտի մեջ եւ փորձել պատասխաններ տալ այն հարցերին, որ ունեն մեր երիտասարդները։ Շատ կարեւոր են սրանք։ Բացի սրանից ունենք սպորտային մրցումներ, եւ որ բոլոր մարզնաճյուղերից թիմերով գալիս են, հավաքվում են 4 օրեր իրար հետ ենք անցկացնում եւ բացի նրանից, որ սպորտային մրցումներ են, նաեւ սրանք ընկերային հանդիպումներ են, որովհետեւ այս հանդիպումների ժամանակ են, որ փորձի փոխանակում է լինում, այս հանդիպումների ժամանակ են, որ տեսնում ենք, թե որ երիտասարդը ինչ կարիք ունի, կարողանում ենք ճանաչել նաև մեր երիտասարդությունը եւ հոգեվորականները եւ նաև մեկ մասնաճյուղը մյուս մասնաճյուղին եւ այստեղ է որ հրաշալի կապեր են ստեղծվում մեր երիտասարդների մեջ եւ մենք էլ փորձում ենք դրան խթան հանդիսանալ, որպեսզի մեր երիտասարդները ավելի կապված լինեն իրենց եկեղեցուն։ Բացի սրանից նաև մշակութային ընկերային ուրեմն ծրագրեր ունենք։ Մեր հիմնական առաքելությունը հայ եկեղեցու երիտասարդաց կազմակերպության 4 հիմնական սյուների վրա է՝ պաշտամունք, ընկերային հարաբերություններ կամ ծրագրեր, ծառայողական եւ կրթական։ Եվ մեր բոլոր ծրագրերը փորձում ենք այս 4 հիմնական սյուների վրա հիմնել։ Ինչ դժվարությունների հետ է կապված այս աշխատանքը, հատկապես Միացյալ Նահանգներում։ Ժամանակակից երիտասարդներ հետ ասացիք, այնտեղ ժամանցային ինչ որ տարերեր կան այդ ծրագրերի մեջ, սպորտային եւ այլն, ինչով հնարավոր է այսօր երիտասարդին բերել եկեղեցի։ Էլի իհարկե շատ բաներով, հայրենիքի մասին, ինչ որ ճանաչողական դասախոսություններով, գուցե հանդիպումներ եւ այլն, բայց այդուհանդերձ երևի շատ դժվարություններ կան։ Կան, շատ դժվարություններ կան։ Առաջի դժվարությունը թերևս ոչ միայն մեր թեմում եւ ոչ միայն երիտասարդների շրջանակներում կրթությունն է։ Այսինքն մեր երիտասարդ հավատացյալը իր հավատքի, եկեղեցու, մշակույթի ու պատմության մասին բավարար իմացություն չունի։ Տեղեկություններ միգուցե, սակայն ես ուղղակի փաստերի մասին չէ որ խոսում եմ, թվականների մասին չէ որ խոսում եմ, այլ իսկապես խորը հասկացողություն, թե ով է ինքը եւ մեր թեմաներից մեկը ով եմ ես, մյուսը ով ենք մենք։ Այսինքն ես շատ կարևորում եմ սրանք, որովհետեւ ինձ թվում է մեր ամենամեծ դժվարությունը հենց սա է, ոչ միայն մեր թեմում, այլ ընդհանրապես մեր եկեղեցու մեջ, որ մեր հայ քրիստոնյան, մեր հայ հավատացյալը ամբողջությամբ չգիտի այս երկու հարցերի պատասխանը։ Եվ այստեղից են գալիս մեր բոլոր դժվարությունները։ Սա իմ սուբյեկտիվ կարծիքն է։ Ունենք խնդիրներ, որովհետև մեր երիտասարդությունը Միացյալ Նահանգներում մեր թեմում շատ զբաղված է։ Եթե ուսանող է, ուսանող լինելուց բացի նաև աշխատում է, աշխատելուց բացի նաև իր ընտանիքը գոյություն ունի։ Կյանքի ռիթմը այնտեղ բոլորովին շատ արագ է եւ առաջին զարմանքը, որ մեր երիտասարդները այստեղ ունենում են, հենց այն է, որ շատ ավելի հանգիստ է այստեղ հայրենիքում կյանքը, հանգստացելով, այսինքն արագության մասին է խոսքը։ Այսինքն աշխատանքի վայրը կարող է բացվել ժամը 10-ին, մեր մոտ այնտեղ է տեսակի բան չկա։ Շատ վաղ է սկսվում։ Ժամը 7:30-8-ին արդեն աշխատանքը սկսվում է։ Այսօր դուրս եկանք փողոց մեր երիտասարդների հետ, ժամը 8:30 մարդ չկա։ Այսինքն այդ արագ կյանքը նաև խնդիր է մեր համար, որովհետև կարող ենք հրաշալի ծրագրեր ունենանք, բայց երիտասարդը ուղղակի չհասցնի մասնակցել սրան։ Այդ է պատճառը, որ տարբեր միջոցների ենք դիմում, երկու ծրագիր մեկտեղելով, օրինակ հաճելին կարևորի հետ, նաև շատ արագ փոփոխություն է նաև կատարվում, որովհետև ինտերնետն ու սոցիալական կայքերը այսօր մեծ դեր են խաղում։ Եվ եթե մի քանի տարի առաջ, 10 տարի առաջ այս կազմակերպությունը նաև վայր էր, որտեղ երկու հայորդի իրար էին հանդիպում, այսօր այլևս չէ, որովհետև նրանք կարող են ինտերնետի էջի վրա հանդիպել։ Այսինքն մենք էլ փորձում ենք աչքներս բաց պահել, ուշադիր լինել, տեսնել ինչ փոփոխություններ է կատարվում, որպեսզի կատարանանք այդ փոփոխությունների հետ Facebook-ում, սոցիալական ցանցերում։ Ոչ միայն, նաև կարողանանք օգտագործել այս փոփոխությունները, որպեսզի մեր երիտասարդներին հասնենք։ Մի փոքր գուցե տարօրինակ հարց տամ, որ այս պահին ծնվեց
եղել եմ Միացյալ Նահանգներում, Կալիֆոռնիայում, Լոս Անջելեսում, արդյոք այդ հայաշատությունը նպաստում է հայապահպանությանը այնտեղ եւ հայաշատությունը արդյոք գրավականն է այն բանի, որ եկեղեցու հետ կապը ավելի սերտ կլինի։ Եվ այո, եւ լինել այլ համայնք բոլորովին փոքրաթիվ հայեր լինեն, բայց կապերը ավելի սերտ լինեն։ Եվ այո, եւ ոչ։ Եվ ձեր հարցի մեջ նաեւ պատասխանն էլ կար, եւ որ մեր համայնքը մեծանում է, նաեւ մեր ուշադրությունն է փոքրանում, մեր մշակույթի, մեր ինքնության հանդեպ, որովհետեւ ավելի հանգիստ ենք լինում։ Եվ որ համայնքը փոքր է, շատ ավելի ուշադիր ենք, որպեսզի հանկարծ չկորցնենք մեր ձեռքից։ Այսինքն երկու տեսակի համայնքների մեջ էլ դժվարությունը կա, սակայն տարբեր են դժվարությունը։ Մեկը ուղղակի ուշադրության պակասի հարցն է, որովհետև այնքան ունենք, որ արդեն հանգիստ ենք, եւ այդ հանգստության մեջ է, որ կորցնում ենք։ Իսկ փոքր համայնքները շատ ավելի ուշադիր են ու փորձում են ամեն հնարավորություն օգտագործեն պահպանելու համար։ Այս երիտասարդների հետ կապված եւ ընդհանրապես ծրագրերի իրականացման մեջ արդյոք մայրաթոռը ինչ որ բանով օգնում է ձեզ, կապերը սերտ են, այստեղ քրիստոնեական դաստիարակության կենտրոն կա, գրքեր են տպագրվում, հրատարակվում, արդյոք դրանք ձեզ հասնում են ինֆորմացիա, ծրագրեր իրականացվում են միասնական, կապերը սերտ են ընդհանրապես ուրախությամբ ասեմ, որ մայրաթոռի ծրագրերը այսօր մեծ քանակով հասնում են մեզ ինտերնետի միջոցով եւ նույն Facebook-ի միջոցով ուրախ եմ, որ մեր երիտասարդները կարող են ուղղակի իրենց տնից օգտվել այս ամեն ինչից։ Բազմազան տպագրություններ կան, ես ամեն գալովս ճամպրուկներիցս մեկը այդ գրքերն են լինում, որի համար շատ ուրախ եմ։ Եվ հույս ունեմ, որ ավելի պիտի լավանա այս կապը, ավելի պիտի ամրանա եւ միակողմանի չպիտի լինի, այլ երկկողմանի, որովհետև փորձառություն, որ մենք ունենք այնտեղ, այստեղ հայրենիքում չկա։ Այն փորձառությունը, որ այստեղ կա հայրենիքում, մենք չունենք այնտեղ։ Այսինքն շատ բան ունենք իրար տալու եւ վերցնելու։ Իսկ հնարավոր է ապագայում այստեղից երիտասարդաց միության անդամներ գնան այնտեղ, ինչ որ փորձառություն ձեռք բերելու, այդպիսի ծրագրեր կարող են։ Այսօր միջազգային կամ համազգային եկեղեցասեր երիտասարդաց կազմակերպությունն կա, որ 3 տարիների պատմություն ունի եւ փորձում է ոտքի կանգնել որպես կառույց եւ դրա նպատակներից մեկը հենց թեմերի մեջ այդ կապը ստեղծելն է, ոչ միայն հայրենիք եւ սփյուռք, այլ նաեւ սփյուռքի տարբեր թեմեր, տարբեր համայնքներ, որպեսզի կարողանան իրենց աշխատանքների շրջանակներում նաեւ իրար հետ համագործակցեն։ Ծրագրերը կան եւ վստահ եմ, որ ապագային ավելի պիտի զարգանան եւ ավելի ամրանան։ Շնորհակալություն, մաղթենք, որ հիմա իրականացվող եւ նաեւ ապագայում իրականացվող ծրագրերը անպայման հասնեն իրենց հանգուցակետին եւ շարունակական լինեն, որովհետեւ այս այցերը շատ բաների նպաստում են, ոչ միայն հայրենիքին են ծանոթացնում, նաեւ գուցե ապագայում հեռանկարներ կստեղծեն այս երիտասարդների հայրենիքում կեցության, նրանց տարբեր աշխատանքների համար։ Շնորհակալություն։ Շատ շնորհակալություն, Աստված ձեր հետ։ Հայ առաքելական եկեղեցու ԱՄՆ արևմտյան թեմի երիտասարդաց վարիչ Տեր Ավետիս Քանաբովյանի հետ զրուցում էինք այնտեղից ժամանած երիտասարդ ուխտավորների, ինչպես նաև Ամերիկայի թեմերում եւ հատկապես արևմտյան թեմում երիտասարդների հետ իրականացվող ծրագրերի մասին, բազմաթիվ ծրագրեր կան, շատ հաճախ մենք այստեղ հայրենիքում չգիտենք դրանց մասին եւ բայց այս այցելությունները հնարավորություն են տալիս, որ երիտասարդները այնտեղից գան, հոգեորականները գան, փորձի փոխանակում լինի, երիտասարդները ծանոթանան հայրենիքին, փորձեն աշխատանք գտնել, աշխատել, օգտակար լինել եւ այդուհանդերձ այս ամեն ինչ հանգեցնում է նրան, որ նրանք հայ կմնան, կպահպանեն իրենց ազգային ինքնությունը։ Ցտեսություն։